Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում այսօր վստահեցրեց, որ բերքատվության վիճակը այս պահի դրությամբ լավ է։ Վիճակը ինձ թվում է լավ է։ Ծիրանի բերք օրինակ այսօրվա վիճակով արդեն 7000 տոննա մենք արտահանում ունենք։ Վերամշակող գործարանները արդեն 1500 տոննա ծիրան են մթերել նախնական տվյալներ, օպերատիվ տվյալներով։ Բերքը միջին դեռ չի տարիների միջինի չափով բերք կապահովենք մենք միայն ծիրանը։ Ինչ վերաբերում է բնակլիմայական պայմաններին ու տեղացած կարկուտին, ապա գյուղնախարարի խոսքով իհարկե կարկուտը վնասներ տվեց, բնակլիմայական պայմանները վնասները տալիս են, բայց դա չի նշանակում, որ բերք չկա։ Սերգո Կարապետյանը նկատում է, որ գյուղացին նախընտրում է գյուղմթերքը հանձնել միջնորդներին, քան ինքնուրույն վաճառել։ Ավելի շատ հանձնում է միջնորդներին, որովհետև այդպես իրան ավելի է ձեռք տալիս։ Հիմա մենք օրինակ շուկա ենք բացել գյուղատնտեսական, որտեղ ուրեմն անվճար պետք է գյուղացին բերի իր բերքը վաճառի, բայց չեն գալիս։ Ինչի՞։ Առաջին մի քանի օր եկան, հիմա սկսեցին չգալ։ Հիմա ամբողջ աշխարհում այդ նույն տենդենսն է։ Ոչ մի արտադրող իր բերքը չի վաճառում շուկայում։ Այցելեցինք Արարատի մարզի Մղջան եւ Մարմարաշեն գյուղեր։ Բերքի վիճակը ո՞նց է։ Բերքի վիճակը ոչինչ, շատ լավ է։ Լիբար, Բադրջան, Ձմերուկ, ջուր, եթե ունեն ջրում են, բերք ստանա, եթե չունեն, չեն ստանա ախպեր։ Մենք գյուղ ունենք, անտեր գյուղ է, կոմբայն չկա։ Ցորենը մարը հեկտարի 3000 մետր չեմ կարող քաղեմ։ Եկել եմ Հարևան գյուղից, որ տանեմ մեր գյուղը քաղանեմ։ Դրան էլ պլյուս, թույնաքիմիկատներն էլ թանկ ու ամբուրակ։ Սրսկում ես մի հատ էլ օգուտ չի տալիս։ Գյուղնախարարությունը ինչքանով է օգնում գյուղացուն։ Ոչ մի բանով։ Ոչ մի բանով էլ չի, աբսոլյուտնի, ով որ ինչ որ ասում, ասուտ ասում։ Ոչ մի բանով էլ ոչ մեկ չի օգնում։ Մկները մի կողմից, ջուրը մի կողմից թանկ։ Գյուղացիներից հետաքրքրվեցինք նաև, թե ինչու անձամբ չեն իրացնում իրենց աճեցրած, այլ հանձնում են միջնորդներին։ Այդ որտե է սարքած, դու տանի ցույց տա այդ ժողովրդի, որ ժողովուրդն էլ այդան կայնեն իրաց բերքը վաճառեն։ Ու ասում է գյուղացին գերադասում է միջնորդին դալալին տա, քան թե գայինքը ծախի։ Չէ, մենք գիշեր ցերեկ հողի մեջ տլպում ենք։ Առնող ծախող մեզնից շատ է ապրում։ Մեզնից շատ է առնում։ Դուք ինչի՞ չեք տանում վաճառեք։ Մենք էլ ենք տանում։ Բայց առնող ծախող այնքան շատ է, որ արդեն շուկան տեղ չկա։ Մղջանի եւ Մարմարաշենի բնակիչներին հարցրեցի, արդյոք տեսել կամ ճանաչում են գյուղնախարարին։ Չէ։ Ոչ տեսել ենք, ոչ էլ ճանաչում ենք։ Մեր գյուղը մենք չենք տեսել գյուղնախարարին։ Չենք տեսել։ Հա, տելևիզորով տեսել եմ, բայց դե արկա չեմ տեսել այդ մարդուն։